Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալբանիայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը։ Գագաթնաժողովին մասնակիցներին, այդ թվում վարչապետ Փաշինյանին, դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։ Գագաթնաժողովի շրջանակում վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ։ Տիրանայում տեղի է ունեցել նաև Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Ադրբեջանական կողմը եւս հաղորդել է Փաշինյան-Ալիև զրույցի մասին։ Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն երկու ստեկ կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պատկանշական է, որ նույն գագաթնաժողովի շրջանակում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում, առաջինը 2022-ին Պրահայում, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակում, երկրորդը 23-ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անդրադարձել է իր ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի առանձին հանդիպումներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ալբանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ ֆոն դեր Լեյենի, իրենք շնորհավորել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության պայմանագրի ավարտման կապակցությամբ եւ անհամբեր սպասում են դրա շուտապույտ ստորագրմանը։ Ի հավելումն նշվել է, որ Եվրամիությունը պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ եւ ամբողջ տարածաշրջանն ավելի մոտեցնել միմյանց եւ միությանը։ Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտապույտ ստորագրմանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը։ Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության կարծում եմ նրանց կողմից խաղաղ համաձայնագրի ստորագրմամբ բոլորն են շահագրգռված, ասել է Կալասը։ Զրոյական գիտելիքներով ունեղ աշխարհայացքով մարդիկ խոսում են բանակի զարգացման եւ դրանում իրենց նախաձեռնությունների մասին չհասկանալով, որ իրադարձությունների ներկայիս դինամիկան գրեթե ամբողջապես փոխել է 20, 15, 10 եւ նույնիսկ 5 տարի առաջվա դասական մոտեցումները։ Ռելիազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նրա խոսքով Հայաստանում իշխանության ծավալած խոսույթը զինված ուժերի ապագայի վերաբերյալ ցույց է տալիս, որ եթե նույնիսկ այդ տեսլականի մեջ բանակ կառուցվի, ապա այն որևէ լուրջ մարտական խնդիր լուծելու հնարավորություն չի ունենա։ Մեկ ամսից ավելի է դուք հաճախ նաև լուսաբանում եք այդ թեման, որ սահմանագծի մի քանի ուղղություններով հրադադար ռեժիմի խախտումներ են արձանագրվում։ Չնայած այն հանգամանքի, որ իշխանությունը առաջին մեկ շաբաթվա ընթացքում փորձում էր քողարկել այդ հանգամանքը, հետագայում ըստ սահմանամերձ հատվածներում ապրող մեր հայրենակիցների ճնշումներ էր գործադրվում թիմ ուժային կառույցների մակարդակով ինֆորմացիա դուրս տալու տեսանկյունից, բայց այնուամենայնիվ իրավիճակը մի այնպիսի կետի հասավ, որի պայմաններում այլևս տեղեկատվություն չսփռելը պարզապես անհնար էր։ Ինչու է իշխանությունը փորձում քողարկել կամ շրջանցել հրադադար ռեժիմի խախտումները, սա կարծում եմ առաջին հերթին պայմանավորված է այսպես կոչված կեղծ այդ խաղաղության փուչիկի փչմամբ, որը հատկապես 26 թվականի նախընտրական տրամաբանության շրջանակներում բնականաբար ձեռնտու չէ, որ այս պահին պայթի եւ դա վնասում է այն միֆականացված ողջ տեսլականը, որը իշխանությունը անընդհատ ներկայացնում եւ տապալում է։ Դրա տապալումները տարբեր փուլերում արտահայտվել են Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածների օկուպացիայով 21-23 թվականի ընթացքում, 23 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայով եւ այլն։ Այսինքն այս դեպքում էլ դեռ պարզ չէ, թե սրա հետևանքները ինչպես կարտահայտվեն Հայաստանում եւ ինչպես դրանք կարտահայտվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Հարցի պատասխանը, թե ինչու է միջև այս պահը հրադադար ռեժիմի խախտումներ արձանագրվում, ինչու է թիրախավորվում Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ինչու իշխանությունը այս իրավիճակում որպես համարժեք քայլ դիտարկում է պարզապես լռելը, չարձագանքելը եւ պարզապես քողարկել իրավիճակը, դա արդեն ինքնին խոսում է այս իշխանության մոտեցումների եւ այս 7 տարի ընթացքում իրականացած այն քաղաքականության հետ, որի վնասներն ու ձախողումները անմիջապես արտահայտվել են մեր քաղաքացիների մաշկի վրա։ Շնորհակալություն։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հրամանատար մասշտաբային ինստիտուտի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարություններին։ Ավելի վաղ Հովհաննիսյանը հանրային հեռուստաընկերության եթերում միֆ էր, որ ակելային պնդումը, թե Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից։ Դրա հետ մեկտեղ նա հայտարարել էր, որ Գերմանիան ֆաշիստական չէր, ընդամենը նացիստական էր, իսկ երկրորդ համաշխարհայինում հաղթանակը հնարավոր դարձավ Միացյալ Նահանգների Լենդ-լիզի եւ երկրորդ ճակատի բացման շնորհիվ։ Հաղթանակի տոնի նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի ֆոնին լայն վրդովմունք են առաջացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ եւ սրբապիղծ հայտարարությունները Հիտլերյան Գերմանիայի ագրեսիայի փաստացի արդարացումով, որոնք նա հնչեցրել է այդ սրբազան օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով։ Հատկապես ցավալի էր նման արտահայտություններ լսել մի մարդու շուրթերից, որը հիմա ղեկավարում է հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է հայրենական մեծ պատերազմի փառապանծ զորավար Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունը։ Սա հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է, մինչդեռ այդ նախնիները թույլ չեն տվել իրականացնել ԽՍՀՄ ժողովուրդների ստրկացման եւ ոչնչացման հիտլերյան ծրագրերը, նաեւ փրկել են մարդկությանը գորշ ժանտախտից։ Այսօր ականատեսնենք վտանգավոր երևույթի իշխանության վերահսկողության տակ գտնվող պետական եւ քարոզչական ողջ ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչն արվել է այս պետության ստեղծման եւ հզորացման համար։ Մինչեւ իրենց իշխանության գալը հայտարարել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրանց հիմնական նպատակը եւ թիրախներից մեկը նաեւ Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը՝ մարդ, ով իր անձնական օրինակով գաղափարական եւ մարտական ընկերների հետ պատերազմից դուրս եկավ հաղթող եւ որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ։ Դա այսօր իրենք փորձում են ոչնչացնել որպես անցանկալի հիշողություն, նշել է Օհանյանը։ Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում մեծ դերակատարություն ունեն քաղաքական ուժերը եւ անհատները, հատկապես անհատներ, որոնք որ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում ունեցել են համապատասխան արժեքներ եւ իրենց անձնական օրինակով են կերտել մեր հայ ժողովրդի այսօրվա իրականությունը եւ եթե խոսքը գնում է եւ նրանցից մի քանիսը նաեւ արտահայտվել են քաղաքական, այսպես ասած, վենդետա, այսինքն պատասխանատվություն, այսօրվա իրականության մեջ ամեն մեկը իր պատասխանատվությունը կրում է։ Նախկինում մեր նախագահները կրել են պատասխանատվություն եւ այդ պատասխանատվությունն է բերել նրան, որ մենք ունեցել ենք անկախ ազատ Հայաստան եւ անկախ Արցախ, ինտեգրված գործել են Հայաստանն ու Արցախը, թեկուզ իրենց բնորոշ թերություններով, ինչպես ես ասել եմ, բայց այնուամենայնիվ քայլ քարը քարի վրա տնելով, զրոյից սկսվելով իրենք արել են ամեն ինչ։ Այս իշխանությունը պատրաստի է ստացել այդ ամենը եւ կարծում եմ, որ քաղաքական պատասխանատվության իրենք պետք է ենթարկվեն նրա համար, որ ակնհայտ է ինչի են հասցրել այս երկիրը եւ նաեւ Արցախը։ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին, այս մասին հայտնել է պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր Facebook-յան էջում։ Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին Հայաստանի վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել Ազգային ժողովի 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին գրել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծուգործերով հերթական դատական նիստը։ Մայիսի 15-ին տեղի ունեցած նախորդ նիստում ներկայացվել էին իբրև Կուբատլուի եւ Զանգիլանի գրավման ժամանակ նկարահանված կադրեր։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանն էլ դիմել էր դատարանին, նշելով, որ նա հիվանդության պատճառով շարունակական բուժում է ստանում եւ հետեւաբար խնդրել է փոխարինել իրեն։ Դավիթ Բաբայանը նշել է, որ ինքը չի առարկում փաստաբանի փոխարինմանը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շինծուգործով հաջորդ նիստերն նշանակված է մայիսի 20-ին։ Նախորդ դատավարությանը Վարդանյանն առարկություն էր ներկայացրել դատավորների կազմի դեմ։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, վերստին պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Սահմանադրության փոփոխությունը, որն ուղիղ սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության համար,
Խաղաղության հիմնարար պայմանը եւ Ադրբեջանն ունի այդ պահանջը ներկայացնելու օրինական իրավունք հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նույնիսկ դինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները, ասված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։ Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ընդգծել է, որ Մոսկվայի եւ Կիևի պատվիրակություններն իրենք պետք է որոշեն խաղաղություն հաստատեն, թե շարունակեն ավերիչ հակամարտությունը։ Ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են առանց ԶԼՄ-ների ներկայության։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեծ ակնկալիքներ չունի պատերազմի ավարտի հարցով Ստամբուլում կայանալիք բանակցություններից։ Ըստ նրա, հակամարտությունը դադարեցնելու ջանքերում առաջընթացի միակ ճանապարհը ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցություններն են։ Խաղաղաշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանն այսօր հրաժեշտ է տվել աշխատակազմին։ Ըստ համայնքապետարանի հաղորդագրության 7 տարի համայնքը ղեկավարած Գասպարյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համագործակցության ներդրած ջանքերի համար, հորդորել ամեն աշխատանքային օրը նվիրել համայնքի զարգացման տեսլականը կյանքի կոչելու ուղղված քայլերին։ Կիևյան կամուրջը վտանգի տակ է, մարդկային կյանքերն ավելի կարևոր են, քան Երևանի 2024 թվականի բյուջեով կամուրջների վերանորոգման համար նախատեսված 390 միլիոն դրամը գրել է Facebook-յան օգտատեր Նիկողոս Հովանիսյանը։ Ըստ նրա, հրապարակած տեսանյութի հետևանքներն անդառնալի կարող են լինել։